Այո, կանոնակարգով սահմանված չէ եւ ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել նախկինում, որպեսզի մեծամասնությունը հնարավորություն ունենա տարբեր իրավիճակներում տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընդդիմությունների հետ, որտեղ ընդդիմությունները կարող էին շատ ավելի շատ լինեին եւ դա հնարավորություն էր տալու մեծամասնությանը տարբեր կերպ օգտագործել այդ բացը։ Ես կարծում եմ, որ մենք կանոնակարգով պիտի հստակ ձևակերպենք, որ ընդդիմության երրորդ փոխնախագահի տեղը զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը։ Եվ մեր տրամաբանությունը այն է, որ այս հարցի պատասխանը արդեն իսկ տվել են ընտրողները իրենց քվեարկությամբ։ Եթե հիշում եք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց ընդդիմության տեղը հավակնող ուժերը ասում էին, որ այս ընտրությունները ավելի շատ ընդդիմության ընտրություն է, քան իշխանության, եւ քաղաքական ուժերը պայքարում էին ընդդիմության համար։ Հիմա ժողովուրդը որոշել է, սահմանել է, որ այս ընդդիմությունը ունի այսքան կշիռ, մյուս ընդդիմությունը այնքան, եւ ըստ էության մեզ ոչինչ չի մնում, քան հետևել այդ որոշմանը։ Այսինքն այստեղ ընդամենը խնդիրը դա է, որ Բարգավաճ Հայաստանն ավելի շատ ձայներ ունի, որովհետև Լուսավոր Հայաստանից մտահոգություններ են հնչում, որ գուցե չեք ցանկանում իրենց ավելի ուժեղացնել, լծակներ տալ հավելյալ։ Այս ընտրությունը ոչ անձերով է պայմանավորված, ոչ մեր նախընտրություններով։ Մենք կարծում ենք, որ դա է տրամաբանությունը, որ ուժը ավելի շատ ձայն է ստացել, այն ուժն էլ պետք է ստանա թողնել ազատ քվեարկություն եւ ազատ մրցակցության պայմաններում падգամավորները ազատ արտահայտեն իրենց դիրքորոշումը, հատկապես որ ձեր խմբակցության որոշ падգամավորներ չեն թաքցրել, որ իրենք ցանկանում են տեսնել Մանեթ Հանդիլյանին։ Ես էլ իմ ձայնը կտայի Մանեթ Հանդիլյանին, բայց ելի եմ ասում, մեզ համար մենք ընտրել ենք սկզբունք եւ առաջնորդվում ենք այդ սկզբունքով։ Սիրելի ընդդիմության ընտրություն չէ։ Դե հենց այդ է, եթե նախկինում, եթե հակառակ դեպքում մեզ կարող էին ասել, որ մենք նախընտրում ենք սիրելի ընդդիմություն ունենալ, այս պարագայում մենք հստակ ասում ենք սկզբունքը, որով առաջնորդվում ենք, եւ եթե հիշում եք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեզ հաճախ ասում էին ում եք տեսնում ընդդիմություն, եւ մենք ամեն կերպ խուսափում էինք ընտրողներին ուղղորդել եւ առաջնորդել որևէ ուժին նախապատվություն տալը։ Հիմա էլ այս պարագայում մենք համարում ենք, որ այս հարցի պատասխանը արդեն տվել է ընտրողը իր քվեարկությամբ։